Գերմանիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարտին Շեֆերը այսօր ճեպազրույցում ասել է, թե Անկարայից ստացվող տեղեկատվության համաձայն ակնկալում են, որ Վաշինգտոնի միջադեպին մասնակցած թիկնապահները Էրդողանին չեն ուղեկցելու Համբուրգ կատարելիք այցի ընթացքում։ Ich möchte nicht bewerten, was in Washington aus Anlass des Besuches des türkischen Präsidenten passiert ist, aber ich muss zur Kenntnis nehmen. Նա չի հերքել մամուլի ավելի վաղ հրապարակումները, որ դա կատարվում է Բեռլինի պահանջով։ Միաժամանակ Գերմանիայի արտգործնախարարության խոսնակն ասել է, թե Բեռլինը հոգ կտանի, որ գագաթաժողովի, ինչպես նաև այլ միջոցառումների ժամանակ արտասահմանցի հյուրերը կարողանան ունենալ սեփական թիկնազորը։ Gehen kann, dass diese Personen, die da von der amerikanischen Strafjustiz inkriminiert sind, Deutsche Welle ռադիոկայանը վկայակոչելով Կիրակնորիա մամուլի հրապարակումները հաղորդել էր, որ Գերմանիայի արտգործնախարարությունը զգուշացրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի Վաշինգտոնի բռնություններին մասնակցած թիկնապահները Գերմանիա չմտնեն։ Անցած կիրակի Die Welt թերթը գրել է, որ խորհրդարանի դռնփակ հանդիպմանը կառավարության այդ որոշման մասին տեղեկացվել է Բունդեսթագի падգամավորներին։ Ավելի վաղ Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանության գրասենյակը ասել էր, որ արտասահմանցի հյուրերը միայն ինքնապաշտպանվելու, այլ ոչ թե ինքնիշխան ուժ ունենալու իրավունք ունեն։ Մեծ 20-ի գագաթաժողովը անցկացվելու է Համբուրգում հուլիսի 7-ից 8-ը։ Համբուրգից սենատոր Էնդի Գրոթը Die Welt թերթին ասել է. «Մեր փողոցներում պետք է միայն Համբուրգի ոստիկանությունը լինի, ուրիշ ոչ մեկը, դա վերաբերում է նաև արտերկրի առաջնորդների անվտանգության ուժերին»։ Hamburger Abendblatt թերթը երեկ գրել է, որ Թուրքիայի դեսպանությունը Գերմանիայի արտգործնախարարությանը Էրդողանին ուղեկցող 50 անձից կազմված ցուցակ է ուղարկել, որտեղ ըստ հրապարակման ներառված են նաև Վաշինգտոնի բռնություններին մասնակցած թիկնապահներ։ Ռեջեփ Էրդողանի Միացյալ Նահանգներ կատարած այցելության ժամանակ նրա թիկնապահները հարձակվել էին Էրդողանի այցի դեմ բողոքող հայերի, քրդերի, հույների խաղաղ ցուցարարների վրա եւ դաժան ծեծի ենթարկել նրանց։ ԱՄՆ-ի կոնգրեսը այդ բռնությունը դատապարտող բանաձև է ընդունել, Վաշինգտոնի ոստիկանությունը ԱՄՆ-ում բնակվող 2 թուրք էր ձերբակալել, ինչպես նաև Էրդողանի թիկնազորի 12 անդամներին ձերբակալելու սանկցիա էր տվել, որոնցից 9 թիկնապահներ են, 3-ը Թուրքիայի ոստիկանության սպաներ, սակայն նրանք արդեն հեռացել էին Միացյալ Նահանգներից։ Գերմանիայի իշխանություններին անհանգստացնում է նաև Գերմանիայում բնակվող քրդերի եւ ազգայնական թուրքերի միջև հնարավոր բախումներ, ինչպես նաև ծայրահեղ ձախակողմյանների պլանավորած բողոքի ակցիաները։ Գերմանիայի հետախուզական ծառայության տեղի բաժանմունքից Die Welt-ին ասել են, որ Համբուրգի փողոցներում քրդերի եւ ազգայնական թուրքերի միջև բախումները կարող են հեշտությամբ բռնկվել։